Հայաստանում է Trip Plus առևտրային հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը։ Ավելի քան 400 միլիոն դոլար բյուջե ունեցող ամերիկյան հիմնադրամի ղեկավարի պաշտոնում սա Սոկոլովի առաջին այցն է Երևան։ Կոնստանտին Սոկոլովին, ինչպես նաև ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիել Լայթսթոունին այսօր Երևանում ընդունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Եվ կառավարությունը եւ արտաքին գերատեսչությունը տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են Trip նախագծի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը զրուցակիցները վստահություն են հայտնել, որ տեխնիկական հարցերի լուծման արդյունքում առաջիկայում ել ավելի տեսանելի կլինեն այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը կողմերն ընդգծել են երկուստեք շահագրգռվածությունը ծրագիրը սեղմ ժամկետներում իրականացնելու համար։ Trip ծրագրից բացի ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության կարեւորությանը։ Քննարկվել են նաև խաղաղության հետագա ամրապնդման ուղղված հնարավոր քայլերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Միացյալ Նահանգների եւ մասնավորապես նախագահ Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում, շեշտելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանում ձևավորվել է կայուն եւ դրական մթնոլորտ։ Ի տարբերություն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի Trip Plus առևտրային հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը մեկ անգամ արդեն հասցրել է լինել Հայաստանում, իբրև ներդրող ու անգամ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ԽՍՀՄ-ում ծնված, ապա Չիկագո տեղափոխված ամերիկացի ներդրողը, որ արևմտյան մամուլում առավել հայտնի է իբրև նախագահ Թրամփի աջակից եւ հանրապետական կուսակցության շռայլ դոնոր, վերջին անգամ Հայաստանում էր 2024-ին որպես MTS Armenia-ի բաժնետեր։ Հայաստանի ամենամեծ կապի օպերատորի բաժնետոմսերի ձեռքբերումից հետո MTS Armenia-ի բաժնետերերը որոշեցին իրենց բաժնետոմսերի 20%-ը նվիրաբերել պետությանը, թե ինչի դիմաց այդպես էլ անհասկանալի մնաց։ Ամեն դեպքում կառավարությունը դա բացատրել էր Viva Armenia-ի Հայաստանի համար ռազմավարական նշանակությամբ, նաև հանգամանքով, որ ընկերությունը ունի ամենամեծ բաժանորդային բազան։ Նվերն ընդունելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ին կառավարության նիստում անգամ շնորհակալություն էր հայտնել ընկերության բաժնետերերին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը։ Viva Armenia-ն, որի բաժնետերերից են չինացի գործարար Ժե Ժանգը եւ Կոնստանտին Սոկոլովը, վերջերս ձեռք բերեց մեկ այլ օպերատորի՝ ռուսական Ռոստելեկոմի 100% բաժնետոմսերը։ Սոկոլովի բիզնես հետաքրքրությունները սակայն հայաստանյան կապի ոլորտով չավարտվեցին։ Նրա ղեկավարած ամերիկյան Dynamic Frontier Holdings ընկերությունը վերջերս գնեց նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը։ Թեղուտի հանքավայրը երկրորդն է Հայաստանում պղնձի ու մոլիբդենի պաշարներով։ Գնահատված պաշարները հասնում են 450 միլիոն տոննա հանքաքարի։ Իդեպ Trip Plus առևտրային հիմնադրամի ղեկավար Սոկոլովի Երևան ժամանելուց շաբաթներ առաջ ԱՄՆ կառավարությունը կրկնապատկեց հիմնադրամի բյուջեն 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոնի։ Ըստ ամերիկյան կառավարության կայքեջի տրամադրված դրամաշնորհի օգտագործման վայր նշված է Հայաստանը, իսկ գումարը պետք է իրացվի առաջիկա 10 տարում, մինչև 2036 թվականի դեկտեմբերը։ Արդյոք Trip նախագիծը ամերիկյան կողմը ծրագրում է իրականացնել հենց այս 400 միլիոն դոլարի շրջանակում, թե այլ ներդրումներ են ներգրավելու։ Հայաստանը ինչ մասնակցություն է ունենալու այս ծրագրում, երբ կմեկնարկեն բուն շինարարական աշխատանքները, առայժմ հայտնի չէ։ Այսօր Ազատությունը տեղեկացավ, որ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջև հունիսի 4-ին ստորագրված Trip համաձայնագիրն արդեն ուղարկվել է սահմանադրական դատարան։ Բարձր դատարանը փաստաթղթի համապատասխանությունը սահմանադրությանը կքննի սեպտեմբերի 15-ին։ Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ Դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով։ Եթե Սահմանադրական դատարանը միջազգային համաձայնագրի դրույթները սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, այն արդեն կուղարկվի ազգային ժողով վավերացման։